Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ արդեն իհարկե մեր տաղավարում ես ունեմ շատ հետաքրքիր ուժեր խոսել ենք այսօրվա տոնի խորհրդի մասին։ Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ եւ թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ Երևանի Թումանյանի այգում տեղի կունենա մեծ միջոցառում նվիրված համբարձման տոնին։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Ռուդիկ Հարոյանի անվան մասունք ավանդական երկի բարի համույթը, աղջիկները ծաղկեպսակներ կհյուսեն եւ վիճակ կխաղան ըստ ժողովրդական սովորության, մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ օգտվել կաթնապուրի հյուրասիրությունից։ Եվ այսօր այս առիթով մեր տաղավարում են Տեր Պետրոս Ավագ Քահանա-Մալյանը, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդ միությունների հոգեվոր պատասխանատու, օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, բարի լույս։ Էլեն Հակոբյանը, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհրդի անդամ, բարի լույս, եւ Հայարփի Անանյան, Ռուդիկ Հարոյանի անվան մասունք ավանդական երկի բարի համույթի համաղեկավար, բարի առավոտ։ Ոնց եք։ Հազար բարի։ Բարգացու լավ, տոնական։ Եկեք մի փոքր ներկայացնենք տոնի խորհուրդ այսօրվա։ Հայարակելական Սուրբ եկեղեցին այսօր բոլոր եկեղեցիներում արդեն սկսել է Սուրբ Պատարագը նվիրված համբարձման տոնին, այո։ Շաբաթվա մեջ 10:35 մենք պատարագներ անում, Կիրակի ժամը 11-ին։ Համբարձման խորհուրդը հետևյալն է, շատ գեղեցիկ նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը իր վերջի գլխում եւ վերջի համար տողերն են, որ Հիսուս բարձրանում իր աշակերտների հետ Բեթանիայի բարձունք եւ այդտեղից համբարձում է դեպի երկինք է բարձրանում եւ նստում է հորաչ կողմում։ Դրանով ապացուցելով նաեւ իր աստվածային էությունը եւ իհարկե իր համբարձումով ինքը կապը չի կտրում երկրի հետ, առավել ևս իր առաքյալների հետ, որովհետև նրանք պետք է հաջորդը լինեն իրեն փոխարինողները եւ մենք գիտենք, որ 10 օր հետո մենք նշում ենք նաեւ հոգեգալուստը տոնը, որ հոգին Սուրբ հոգին իջնում է առաքյալների վրա, վերնատանը, որոնք նորանոր շնորհներ ստանալով արդեն դուրս են գալիս ամբողջ աշխարհով քարոզելու քրիստոնեությունը։ Հիմնական խորհուրդը սա է։ Բայց նաեւ ինչպես միշտ հայարակելական Սուրբ եկեղեցին բոլոր եկեղեցական տոներին նաև մասնակից է դարձել մեր ժողովրդին, իսկ մեր ժողովուրդն էլ հրաշալի կերպով կարողացել է ազգային նկարագիր տալ այդ բոլորին, նաև համբարձման տոնին։ Գիտենք Վարդավառը, ինչպես գեղեցիկ ենք մենք նշում, եւ եկեղեցում հոգեվոր մասը Սուրբ Պատարագի միջոցով քարոզների նաև ունենք շատ գեղեցիկ միջոցառումներ, որ բազմաթիվ անգամներ ձեր տաղավարից մենք լուսաբանել ենք, շնորհակալություն դրա համար։ Նաև համբարձման տոնի հետ կապված ժողովրդական գեղեցիկ սովորություններ կա եւ արդեն 11-12 տարի է, որ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ մեր թեմի երիտասարդները իրականացնում են ազգային տոները եւ նաև համբարձման տոնը։ Գեղեցիկ ավանդություններ ունի, ավանդությունների մասին իհարկե կպատմեն Հայարփին կպատմի ինչ ծես կա կապված համբարձման ժողովրդական տոնակատարության հետ։ Էլենը կպատմի ինչպես 12 տարի է անդադ մենք կազմակերպում ենք։ Առիթից օգտվելով կուզենայի, որովհետեւ ես շատ չխոսեմ, իրենք էլ մի քիչ խոսեն։ Կուզենայի շնորհակալություն հայտնել Թումո կազմակերպությանը, որովհետեւ արդեն երկար տարիներ իրենք իրենց տարածքը տրամադրում են անշահախնդիր կերպով եւ նաեւ մասունք ազգագրական երկի բարի խմբին իրենք էլ անսակարգ կերպով եւ անշահախնդիր կերպով միշտ կանգնած են մեր թեմի երիտասարդների թիկունքին եւ կարողանում են իրենց օգտակարությունը բերել։ Աստված օրհնելով օրհնի իրենց իհարկե։ Հրաշալի է, դե եկեք բոլորիս լինի։ Մենք հասկանանք ինչ է այսօր արդեն սպասվում բոլոր նրանց, ովքեր կգան իհարկե Թումանյանի այգի։ Այսօր սկսելու ենք ելի ծիսական մասով, ժողովրդական ծիսական մասով, որովհետև պատարագն արդեն վերջացած է լինելու։ Սովորության մեջ աղջիկները առավոտյան գնում էին դաշտեր, լռության մեջ պիտի առանց խոսելու հավաքեին ծաղիկները 7 տեսակ չէ։ Պարտադիր չէր 7 տեսակը, բայց այդ ուժի մեջ, փարչի մեջ եւ իրենց իրերն էին լցնում եւ պարտադիր պիտի լիներ 7 տեսակի տերև, 7 աղբյուրից ջուր եւ 7 տեսակի քար։
7-ն էլ խորհրդանշական է եւ քրիստոնեության մեջ եւ ժողովրդական պատկերացումների մեջ։ Պարտադիր լռությամբ պիտի անեին, բայց չարաճճի տղաները փորձում էին խանգարել լռությունը խախտել։ Պրոցեսն է լռության մեջ արվում, թե երկու պարով էր արվում։ Ծաղիկները խաղում էին լռության մեջ։ Հետո դրանք պիտի փոքր փնջերի վերածվեին եւ ծաղկամեր պատրաստեին։ Այդ ծաղկամերը պատրաստելուց հետո համարենք սա էլ մեր ծաղկամերը։ Լավ է։ Մեր Ալբինեն առավոտյան այդ մասին հոգացել է։ Դաշտային սիրուն ծաղիկներով ու ծաղկամերը պատրաստելուց հետո արդեն սկսվում էր երգն ու պարը, արդեն տղաներն էլ էին միանում երգին եւ երեկոյան պիտի աստղերի տակ, լուսնի տակ գիշերը ոնց որ հմայություն լիներ եւ հաջորդ օրը պիտի հանեին վիճակները, մեր վիճակները լինելու են Աստվածաշնչից տողերով, որ շատ նաեւ չնմանվի գուշակության ու նաեւ սնահավատական մասը բացառելու նպատակով ու այդպես արդեն վիճակը հանում էին գիշերը հմայություն ստացած աստղերի եւ լուսնի տակ հմայված բախտն էին գուշակում ըստ ժողովրդական պատկերացումների։ Այսօր նման բան կանցկացվի։ Այսօր անելու ենք, այո, վիճակահանություն անելու ենք, բայց արդեն նշեցի, որ Աստվածաշնչյան տողերով ենք։ Այո։ Շատ լավ, մինչև իհարկե հանցնելը թե ինչ է այս ընթացքում, հա, արվում եւ արվել, եկեք մենք ունենք փոքրիկ հոլովակ, որը դիտենք այս պահին, որը պատմում է այսօրվա մասին, հետո արդեն վերադառնանք եւ շարունակենք զրույցը։ Բավական հետաքրքիր է օր է սպասում այսօր բոլորիս, մենք արդեն ոնց որ թե այսպես կամաց տրամադրվում ենք, հա, այդ ամեն ինչին։ Եկեք հասկանանք, թե տոնը ինչպես է անցկացվում ընդհանրապես եւ ինչ նորարարություններ կան, որպեսզի երիտասարդներին ավելի հետաքրքիր դարձնենք։ Դե տոնի հիմքերը դեռևս գալիս են 5-րդ դարից, 5-րդ դարից սկսած մենք նշել ենք այդ տոնը, իհարկե Արարատյան հանրապետական թեմում վերջին 10 տարուց ավել ենք նշում ու 5-րդ դարից եկած ավանդույթները մի փոքր փոփոխելով, ավելի ժամանակակից դարձնելով, նույն վիճակի ժամանակ Աստվածաշնչյան տողերը կաթնովի պատրաստելը, որը անպայման էլի շատ կարևոր է, այո, այդ էլ շատ հետաքրքիր պատմություն ունի իրականում, որը դեռևս էլի այդ հնուց եկած, մայիս ամսին կարծել են, որ կովերը ուտում են անուշաբույր ծաղիկներ, որից հետո կաթը ավելի անուշաբույր է դառնում ու կաթից պատրաստած ուտելիքները պարտադիր պետքա լինեն այդ համբարձման տոնի ժամանակ։ Դրա համար էլ մենք այդ ավանդույթներին հետևելով պատրաստում ենք հիմա կաթնապուրը, գաթան, անպայման հայկական ու բաժանում սիրով մեր եկողներին։ Միջայլոց դատարկաձեռն չենք եկեք։ Այո, մենք գաթա ունենք այստեղ։ Բնական պատրաստած գաթան պատմություն ունի։ Եվ նախ ասեմ, որ գաթաները կաթնովը մեր երեխաներն են պատրաստում։ Այս գաթան հատուկ պատմություն ունի։ Պատրաստողը Անուշ Վարդանյանը մեր Արարատ միության նաև թեմի ծրագրերի համակարգողն է։ Ինձ ասում է Տեր Պետրոս մի քիչ գովաս էլի, ինձ որժանացեմ։ Իրականության մեջ շատ համով պատրաստում են մեր բոլոր երիտասարդները։ Միանշանակ, շատ համով է, որտեղ հոտը արդեն շատ լավն է։ Կա այսպիսի երգ, հա, համբարձման երկու շաբթին։ Ինչու երկու շաբթին, որտեղ միշտ 5 շաբթին է, չէ, եթե չեմ սխալվում։ Քանի որ մեր երգերը հենց ոտքի վրա հորինվող երգեր էին ու այդպես մեզ հնարավորություն էին տալիս համբարձման 3 շաբթին, համբարձման 4 շաբթին։ Այսինքն այդ պահին ում ոնց ձեռքերն էս ասում։ Չէ, այդ համբարձման 2 շաբթին է եւ այդ երկնիկները վիճել, հեսա գնա այդ օրն է վիճել։ Համբարձման շաբաթն է, չէ, ախր։ Համբարձման շաբաթն է, շաբաթ 2 շաբթի կլինի։ ասել, որ նաև 5 շաբթի բարի չի։ Չէ, բայց իրականում մեր համբարձումը 5 շաբթի օրն է, նախապատրաստական այդ նախատոնական արարողությունները, ծաղկահավաքը եւ այլն լինում էր 4 շաբթի օրը։ Շատ լավ, քանի որ այս process-ը նաև շատ գեղեցիկ նկարագրված է Թումանյանի անուշում, հա, եւ ինձ հետաքրքիր է ինչքանով է այսօր ժամանակակից երիտասարդը մոտ այս տոնին եւ ծեսին։
Սա որովհետև մենք ամեն ինչ փորձում ենք անենք, որպեսզի երիտասարդներին ավելի մոտեցնենք, հա, մեր եկեղեցական տոներին, իսկ ինձ հետաքրքիր է, որ այս տոնին ինչքան էր մոտ, որովհետև ես քիչ առաջ մենք նշեցինք, որ փոքր ժամանակ ես հիշում եմ փողոցներով պտտում էին ջանգյուլում էին երգում, եւ մենք էլ երեխա, այսպես միանում ենք այդ խմբերին, ինչ որ հետաքրքիր էր, բայց այսօր չկան այդպիսի բաներ։ Ցավոք սրտի չկան, կամ կան այդքան էլ տարածված չեն եւ պոպուլյար չեն։ Ինչ ենք անում, որպեսզի երիտասարդները ճանաչեն, հենց հին ծեսով նշեն այս ամենը։ Ես պատասխանեմ, հա, թողնում ենք։ Տեսեք, ուրեմն այդ խորհրդային տարիներին շատ բան մոռացության մատնվեց, բայց էլի գենետիկորեն մեր ժողովուրդը պահում էր որոշ բաներ։ Տեսեք, հարսի շոր են հագցնում փոքր երեխային, չէ, երեխեքին զարդարում են ծաղիկներով, նայեք այդ վիճակը կար, տնետուն են ման գալիս, ժամանակին այտենց է եղել։ Եվ կոնֆետ էին վերցնում, հա, քասային գնում են, նստում են, ուտում են, լիմոնադն են խմում, բան, ես էլ եմ շատ լավ հիշում։ Մենք մեզ համար խնդիր դրեցինք թեմի երիտասարդաց միությունները սրբազանի օրհնության, որ վերականգնենք մեր ազգային տոները, ոչ թե այտենց կծկտուր լինի եւ սիրողական լինի, այլ դարերից եկած ավանդությունները վերականգնենք։ Համբարձման տոնի հետ կապված էր հենց այդ ջանգյուլումը, չէ՞։ Այո։ Հա։ Վարդավառի հետ կապված էր մենակ այսպես անշնորհ ջրելը, եթե հիշում եք։ Բայց քաղաքակրթվել է մեր ժողովուրդը, շատ անկեղծ ասած, այդ քարոզությունը, որ մենք արեցինք, բավականին լավ արդյունք տվեց։ Բուն բարի կենդանի ինչ ենք հիշում։ Հովհաննես Թումանյանի յոգն ու բրինձի պատմությունը։ Բայց մենք չգիտենք, որ այդ հատկապես այդ ազգային սովորությունները, տոնակատարությունները իրանք բազմաշերտ են։ Այնտեղ կա երգ, պար, մշակույթ, արվեստ, խաղ, խոհանոց կա, հրաշալի, ամեն տոն իր խոհանոցն ունի։ Մի տեսեք, համբարձման տոնին կատնապուրն ու գաթանա, վարդավառի տոնին խնձորներ, մինչև վարդավառ խնձորի պահք է եղել, չեն կերել։ Վարդավառին նոր խնձոր են կերել, խորովել են խնձորը, բաժանել են, տնետուն են գնացել, խնձոր են տարել, որպես նվեր։ Դե բումբարի կենթանին արդեն ամեն ինչ կարելի էր ուտել, որովհետև վերջի օրներ հաջորդ օրը սկսում էր մեծ պահքը, բայց էլի ճաշացանք ա եղել։ Ուզում ասեմ, բազմաշերտ ա եղել։ Մենակ այսպես արևոտ չի էլի, որ երգա պարա եւ այլն։ Մենակ երգը չի, մենակ պարը չի էլի, այդ ամբողջ տոնակատարությունը արվեստ կա, ձևավորում կա, նույնիսկ տարազների ձևավորումը, համապատասխան տարազներ են եղել։ Այսօրվա ասած դիզայնն ա եղել։ Այնպես որ բանը հասարակ բան չի եղել, բազմաշերտ ա եղել եւ դա մեր ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներից է եղել։ Եվ մենք էլ որոշեցինք ակտիվացնել այդ ամեն ինչը, փառքասո մեր երիտասարդաց միությունները շատ կարողացան իրականացնել։ Այո։ Հիանալի, եկեք մի փոքր էլ նաև, քանի որ մոտենում է ավարտին մեր զրույցը, հասկանանք ինչ է հաջորդելու արդեն համբարձման տոնին։ Համբարձման տոնին հաջորդելու է 10 օր հետո հաջորդել է արդեն Սուրբ Հոգու գալուստը, որ պատարակներով է հիմնականում։ Ինչպես պատրաստվել է։ Ինչպես միշտ եկեղեցի գնալուց առաջ, Սուրբ հաղորդություն ստանալ, օրհնության արժանանալ, քահանայի քարոզը լսել, դասեր քաղել դրանից, բայց մեր հաջորդ տոնը լինելու է բանը Վարդավառը, երբ է նշվում այս տարի։ Հուլիսի վերջին այս բանը չեմ կարող հիշել։ Հուլիսի վերջ, ամեն դեպքում։ Կներեք, բայց հուլիսի 27 կարծեմ։ Նախապես կասենք դրան։ Մենք անպայման կսպասենք ձեզ այստեղ մեր տաղ։ Միջոցառում ենք անում, էլի մեծ միջոցառում երթով դեպի մանկական զբոսայգի բան։ Կարծում եմ հրավիրեք կգանք մենք էլ Սիրո միանցանք։ Ահա։ Ես չգիտեմ այսօրվա տոնին համահունչ է գինին։ Գինին միշտ էլ համահունչ է։ Գինին միշտ էլ համահունչ է։ Շատ լավ, ուրեմն ուզում եմ ձեզ անպայման նվիրել սափորը, Իջևանի գինու գործարանի կողմից ներկայացրող մի սափոր գինի, սպիտակ գինի, որպեսզի տոնը էլ ավելի հետաքրքիր ու քաղցր լինի։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ չմերժեցիք մեր հրավերը եւ շատ կարեւոր եւս մեկ ինֆորմացիայով կիսվեցինք մեր հեռուստատողի հետ, որովհետեւ շատ կարեւոր է իմանալ ավանդույթները, CS-ը եւ այս ամենը ճիշտ ներառել մեր առօրյայի մեջ, որտեղ մենք շատ անգամ գիտենք, բայց չգիտենք ինչպես այն անցկացնել, ինչպես այն ճիշտ մատուցել։ Սա շատ կարևոր է։ Քաղցրացնելու համար սպասում ենք այսօր 6:30 Թումոյում։
Ահա, այնպես որ մի ինչ որ հետաքրքիր բան վերցեք, որ անմիջապես ձեզ է պատկանում, գնացեք Թումոյի այգի եւ այդ վիճակին դուք էլ մասնակցեք, համոզված եմ միայն ու միայն բարի հրաշալի խոսքեր եք լսել, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այս պահին կարճ դադար է լինելու մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք եւ կշարունակենք։